Հարցը վարկերի հետ կապված է, հարցը, եթե դեմ չեք ներկայացնեմ, հարցը տրվում է նրան, որ վարկերը շատ թանկ են նստում մարդկանց վրա, շատերը վարկերի տակ ջրում են ու հնարավորություն չկա, տոկոսն է բարձր։ Հետ կաներ։ Ուրեմն նայեք, Վրաստանում կառավարում է գործարար, Վրաստանում բիզնեսի եւ ով որ ինչ-որ բան ասում սկսի, վարկերը 8% է։ Հայաստանում կառավարում է դեղին, մամուլին, լրագրով։ Տոկոսը 18%-ից ցածր դժվար լինի։ Մի հատ ծրագիր ենք մենք անելու։ Գիտեք ինչ է Հայաստանում տոկոսը բարձր։ Որտեղ պետությունը պետ պարտ կա վերցնում բանկերից, պետությունն է բանկերից փողը 10%-ով վերցնում 9-10%-ով։ Դրա համար ժողովրդին բանկերը ավելի շատով են տալիս։ Մրցակցում է վարկ վերցնելու ժողովրդի հետ։ Ինչ ենք մենք անելու։ Առաջինը ով ունի վարկ, որը խնդրահարույց է, եթե 2 տարի չի կարողացել վճարի ու գրանցվում է աշխատանքի, իր եկամտահարկը գնում է վարկերի մայր գումարի վճարմանը։ Ուզում եմ շատ լինենք, մայր գումարը վճարվելու է, պետք է վճարվի, որովհետև դե մայր գումարն է, բայց վճարում է ոչ թե մարդը, այլ իր հարկից պետությունն է վճարում։ Դրանով պետությունը 2 բան է անում։ Մարդուն բերում է աշխատաշուկա, որ գրանցվի այդ մարդը։ Բանկի համար վարկը փակում է, բանկը կարողանում է էլի վարկ տա։ Եվ մարդը ու կյանքը լավացնում է։ Այդ մարդը տնտեսության մեջ չկար, հիմա մտնում է, գրանցվում է, հարկերից էլ այդ մարդու եկած։ Իր վարկի պրոբլեմը փակում է։ Այս ծրագիրը առաջարկությունը կա, եթե պետք է կարող ֆլայերներով ցած տպած ներկայացնենք թե ոնց է։ Այս է ճանապարհը վարկերից թույլատնելու։ Մեկ էլ իհարկե վերհիշումը տոկոսի, պետք է նորմալ վրացական տոկոսի գանք։ Վրացական տոկոսի, ուզում եմ ասեմ, այդ 9%-ը մի տարում չի լինելու ժողովուրդ ջան, որ հետո իրար տեսնենք, սպիտակերս իրար տեսնենք։ Դա մի քանի տարի աշխատանք է պետք, 3-4 տարվա ընթացքում տոկոսադրույքները քիչն են։ Բայց պետք է սկսենք այդ գործը։ Շնորհակալ եմ ողջույն։